Ձեր տեսանյութն է տարածվում Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգի ներքո, դա ձեր նախաձեռնությունն էր, թե Նիկոլ Փաշինյանն է ասել այդպես։ Ուրեմն մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք եւ քննարկում էինք եւ այնտեղ քննարկման ժամանակ միտք ծագեց, թե ինչու քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ, այսպես քննարկեցինք, որ ինչու ոչ բարի մի համար դնել եւ իմ նախաձեռնությունն էր, մեր երիտասարդներն էլ սիրով միացան եւ միասին նման բան ենք նախաձեռնել։ Դուր եկավ ձեզ, թե ոնց։ Դե կատարումը շատ մեծ է հնչում, դա բառ է, որը երիտասարդների հետ, այո, կբեմադրենք։ Մեկ օր։ Պարզապես տարօրինակ էր նախարարին, որը բավականին որը մեծ համակարգ է ղեկավարում եւ բազմաթիվ խնդիրներ կա, տեսնել բարելուց այսպես ասենք, այդքան ժամանակ ունեիք էդ հա։ Սիրելի գործընկերներ, այո, ես նաեւ քնում եմ, հաց եմ ուտում եւ երեխաներից հետ եմ հեռախոսով շփվում։ Այո, երբեմն պարումել եմ, դա անում եմ աշխատանքի դուրս երեկոյան ժամերի եւ ես կարծում եմ ինձ թվում է կմիանա, ես կարծում եմ կմիանա եւ ես ձեզ ասեմ, երկար բարդ ծանր աշխատանքի հետ մարդը պիտի ունենա նաեւ այլ հետաքրքրություններ, գիրք կարդա, բարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը այսքան խնդիրներ կան այս ոլորտում, հատկապես այս համակարգի ներդրման հետ կապված, բայց նախարարը ինչով է զբաղվում, նախարարը աշխատում է աշխատանքային ժամերից շատ ավելի երկար եւ այո նաեւ ունի կյանք։ Տիկին նախարարը հնարավոր է օրինակ քաղաքացիական պայմանագրի կին պաշտոնյաները եւ կին падգամավորները ընդհանուր մի համույթ ձևավորեն եւ օրինակ նման կարող հանդես Դե տեսեք հարցազրույցից միտքեր առաջացել, դարձավ իրականություն։ Հիմա գործընկերներից կլսեն, կարող է այս միտքն էլ կարողանանք իրագործենք, ինչու ոչ։ Կարող է դուք միանաք լրագրողներն էլ ինչի՞ չէ։ Հասկանալով որ քաղաքացիական պայմանագրին ընդդիմությունը խոստանում է իշխանազրկել, նոր աշխատանք, նոր մասնագիտություն եք հիմա փորձում ձեռք Հա, տեսեք, գիտեք, ուրեմն ասեմ, ես մասնագիտական իմ ճանապարհը շատ տարբեր է եղել իրավաբան, բիզնեսում, քաղաքական գործունեություն, հետագայում էլ վստահ եմ, որ մեծ ուրախությամբ այլ ոլորտներում էլ ինձ դրսևորելու հնարավորություն կունենամ, բայց դա 26 թվին չի լինի, որովհետև 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը իր իրականացրած քաղաքականության եւ ժողովրդին ուրեմն տրված խոստումները իրացնելու փաստով վստահաբար հաղթանակ է տանելու եւ դեռ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվելու։ Եվ նաև առողջապահական այս համակարգին անդրադառնանք խնդիրները, որոնք արծարծվում էին, որոնք արկա էին այս պայդրությամբ, ինչ տոկոսով հնարավոր եղավ լուծել, նաև այն մտահոգությունները, որոնք այն հանրության շրջանում, սկսած նաև տարական ծրագրից, որը չէր գործում։ Ուրեմն ծրագիրը միշտ է գործում է արդեն տարիներով, ծրագիրը, եթե նկատի ունեք էլեկտրոնային համակարգը, անընդհատ ընդլայնվում է, մեծանում է, դրա գործիքները ավելանում են եւ սա անընդհատ ճանապարհ է։ Իհարկե մենք նորից եմ կրկնում այս մեծ բարեփոխման մեջ պիտի մեր քաղաքացիների, բժիշկների, բուժաշխատողների հետ միացյալ ենք աշխատում։ Մեզ համար շատ կարևոր է, ինչպես ասեցի, այս փորձառությունը այնպիսին դարձնել, որ առաջինը քաղաքացին բուժօգնության հասանելիությունը ամենակարևոր հարցն է, բայց այդ հասանելիությանը զուգահեռ նաև փորձառությունից գոհ լինի եւ այս աշխատանքը շարունակական է լինելու։ Մենք անընդհատ որոշակի փոփոխություններ ենք անում, լավացնում ենք, փոխում ենք եւ դիտարկումները մեր քաղաքացիների իրացնում ենք։ Սա է ճանապարհը։ Սա մի ծրագիր է, որի մասին գոհունակությամբ արտահայտվում է նաև ընդդիմադիրները, ասելով, որ սպասված է, բայց նաև միաժամանակ ասում են, որ դեռ համակարգը ամբողջությամբ պատրաստ չէր։ Դե հունվարի 1-ը եւ այս 1 ամիսը ցույց տվեցին, որ համակարգը պատրաստ էր եւ ըստ էության այս գիտեք ռիսկերի, այո, նման բարեփոխում իրականացնելու հանգամանքը միշտ ռիսկերի հետ կապված է եւ ես ուրախ եմ, որ մեր հավաստիացումները, որ ռիսկերը կառավարելի են, դրանք ուրեմն հաջորդիվ ծագած
նոր խնդիրները կամ հին խնդիրների բացահայտվելը մեզ համար ընդունելի, ընկալելի ճանապարհ է, եւ ես ուրախ եմ, որ ընդդիմությունն էլ տեսնում է, ընդգծում է այս կարևորագույն համակարգի ներդրումը։ Եվ նաև ընդդիմության կողմից մեզ ուղղված հարցերը, դիտարկումները մենք շատ բաց ընդունում ենք։ Ես կարող եմ ասել, որ այստեղ էլ ազգային ժողովում քննարկումներում էլ ես շատ ուրախ եմ, որ մեր ընդդիմադիր падգամավորները ուղիղ մասնակցություն ունեցել են իրենց հարցերով, բարձրացվող խնդիրներով, եւ սա է հենց պարլամենտական երկրի առավելությունը։ Մեզ շատ անհրաժեշտ է նաև ընդդիմության կողմից բարձրացված հարցերը։ Տիկին Ավանեսյան, մի հարցի եմ ուզում անդրադառնալ։ Դուք արդյոք տեղեկություններ ունեք Արցախից եկած քաղաքացիների առողջական վիճակի մասին։ Այո, իհարկե, մենք ուրեմն մշտական դիտարկման դեռ ընթացքի մեջ են։ Նշեմ, որ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից, կազմակերպվում է մեր կողմից, եւ ես ինձ մոտ էլ նշել եմ, որ մեր նույն Վագիվ Խաչատրյանի ուրեմն վիրահատությունը Փառք Աստծո բարեհաջող է անցել եւ նա հիմա վերականգնման փուլ է անցնում։ Քաղաքացիներին էլ, այո, նրանց մասով էլ մենք մշտական կամ Երևանից այդ հարցերին չպատասխանեմ, բայց նորից եմ կրկնում, նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք։ Այսինքն երուսաղբավարության Քաղաքացիներին չեմ ուրեմն այցելել, որովհետև այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ կունենամ առիթ։ Նաև այս ահազանգերն շարունակում, կներես էլ թեման շարունակեմ, դուք կապված շատ ահագին էլի։ Դուք չեք պատասխանում, քանի որ այդպես արդեն Սարյակով են տեղափոխվում, չեք պատասխանում։ Ինչ ահազանգ կարող եմ լսել։ կապված։ Ուրեմն ես ուզում եմ շատ հստակ կերպով ուրեմն ներկայացնել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ազատությունից զրկված ցանկացած անձ իրեն անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է ամբողջական ծավալով եւ եթե այն դեպքերում էլ, երբ որ որոշ անձինք հրաժարվում են պետության կողմից տրամադրվող բուժօգնությունից, իրենց ընթացակարգին համապատասխան եւ ցուցման ու անհրաժեշտության պարագայում ստանում են բուժօգնությունը իրենց ցանկացած բժշկական կենտրոնում եւ այստեղ էլ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը եւ մոտեցումը մարդու իրավունքների եւ առողջության նկատմամբ անշեղորեն հետևում է Պարոն Սամսոնյանը իր անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է եւ ավելացնելու բան չունեմ, քանի որ դա իր բժշկական գաղտնիքն է, կուզի ինքը կհրապարակի։ Նախ շտապօգնության վերաբերյալ ես վերջերս նաեւ անդրադարձել էի այդ խնդրին, որ յուրաքանչյուր 8-րդ զանգից հետո լինելու է վճարովի, այստեղ նաեւ որոշակի բացումներ, բաց թողումներ կային նաեւ ԶՊՎ-ում պահվող անձանց վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ, ես գիտեմ, որ նաեւ շտապօգնության Երևանի տնօրենը նամակով էր գրել գոնե հարցազրույցում ինձ նման բան ասել, որ որոշակի շտկումների կարիք կա, դրանք վերանայվելու են, որպեսզի խնդիրը Նայեք, ընդհանուր կանոնն է, որ շտապօգնության կանչերի, այո, մենք սահմանել ենք ելնելով նախորդիվ մեր ուրեմն վիճակագրական տվյալներից, որ մեկ անձին տարվա մեջ օբյեկտիվորեն քանի կանչն է, որ անհրաժեշտ է, բայց նորից եմ ուզում այս մասին հստակ նշել, որ սա ունի բացառություններ։ Այս կանոնը ունի բացառություններ, բացառություններն էլ սահմանված են։ Այո, եթե մարդու 8-րդ կանչը լրացել է, բայց ունենք օրինակ ճանապարհատրանսպորտային միջադեպ, տրավմա կամ հղի է կամ այլ իրավիճակներ, ապա սրանք բացառություններ են եւ անձը շտապօգնության ծառայությունից օգտվելու է։ Հարգելի գործընկերներ, մենք ունենք, ինչու ենք նաև այս որոշմանը գնացել, որտեղ ունենք ցավոք սրտի այս ծառայության խոշոր չարաշահումներ։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր որ հարյուրավոր կանչեր են իրականացնում, զրկելով այլ քաղաքացիների շտապօգնությունից օգտվելու իրավունքը եւ կյանք փրկելու խնդիր է առաջանում։ Այս բոլոր, այո, այս բոլորի մասով միանշանակ բացառությունների շրջանակում դրանք դիտարկվում են, որևէ անձ ըստ կարիքի շտապօգնությունից օգտվելու խնդիր չի ունենալու։ Իսկ ներ մասնագետներին դիմելու սահմանափակումը ինչով է պայմանավորված։ Ընդհանրապես հարգելի գործընկերներ, ապահովագրական փաթեթները հենց ունենում են կոնկրետ շրջանակներ։
փաթեթի արժեքը 129.600 դրամ է տարեկան, եւ մենք այդ գումարի շրջանակներում պիտի հաշվարկենք, որ ծառայությունները ինչ ծավալով կարող ենք տրամադրել։ Դրանով է պայմանավորված։ Այսինքն նույն ոլորտի հետ կապված, օրինակ, չգիտեմ, ողնաշարային հիվանդությունների դեպքում նեղ մասնագետի մոտ Այո, նյարդաբան, սրտաբան, ապահովագրական փաթեթը տրամադրում է տարին 2 անգամ։ Դրանից ավելը արդեն անձը ինքն է վճարում։ Տիկին Ավանեսյան պարզապես մի հստակեցում 10 քաղաքացիներ են եկել 10 առողջական վիճակի հետ կապված, այսինքն բոլորն այդ բուժհաստատություններում են, թե Չէ, Ժորժ ջան, կարիքը չկա, որ մարդիկ լինեն բուժհաստատություններ, ես ասում եմ, որ նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք եւ շարունակելու ենք իրականացնել։ Ըստ կարիքի։ Քանիսն են հիվանդանոցում։ Չեմ ասի, որովհետեւ սա էլ որ հիվանդանոցում են չեն։ Դե հա, մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են։ Ընդհանուր վիճակը իրեն։ Վիճակը բավարար է, նրանք առաջին ուրեմն հետազոտման փուլ են անցել, ըստ կարիքի քրոնիկ վիճակների մասով արդեն հաջորդիվ կարիքները կբավարարվեն եւ ըստ էության ինչ որ նրանց ընթացիկ խնդիրները լինեն, մենք կկազմակերպենք այս առաջիկա ժամանակ գոնե։